Բարև դեսել ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում Բարդր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Սարսափի արքա տիտղոսը կրող արդեն հանրաճանաչ գրող Սթիվեն Քինգի վեպերը վերջին տարիներին շատ հաճախ են թարգմանվում հայերեն, ընդ որում ընթերցողական պահանջն այնպիսին է, որ անդադ ուզում են նոր գրքեր, ընդ որում մի հետաքրքիր հանգաման կա, նրա բոլոր գրքերը կարծես թե հանրահայտ են, բայց երբ որ թարգմանվում են հայերեն, ընթերցվում, գնահատվում եւ արժեվորվում են նորովի։ Սթիվեն Քինգի հերթական վեպն է լույս տեսել հայերեն, ընտանիք կենդանիների թեյովի դեպ գերեզմանոց վեպը, որը թարգմանել է Յուրի Սարգսյանը, եւ այսօր այս գրքի շուրջ կզրուցենք արձակագիր թարգմանիչ Յուրի Սարգսյանի հետ։ Ողջույն Յուրի։ Ողջույն Ակնիկ։ Ես վաղուց հետևում եմ քեզ քո գրական դրսևորումներին, որոնք առաջին հայացքից գուցե զարմացնում էին, որովհետև անծանոթ ինչ-որ ձեռագրի նմուշներ կային, բայց հետո երբ որ ծանոթացա նաև քո թարգմանական գործունեությանը, հասկացա որտեղից ես դու գալիս։ Այս սարսափի արքա, չգիտեմ, մնացած բաները, որով բնորոշում են Քինգին, արդեն որպես թարգմանիչ, արդյոք արդարացված է, որովհետև կա ընթերցողական վերաբերմունք, երբ որ կարդում ես, սիրում ես, գնահատում ես, հետո կա արդեն թարգմանական վերաբերմունք, երբ որ ես շատ հաճախ եմ էլի ականատեսեղը, սիրում են գրողին, վերցնում են թարգմանում են, մեկ էլ արած լավ էլի, էտիշ գրողավոր էլի, դու թարգմանական process-ը ուրիշ բան։ Այ կուզեի նախ եւ առաջ քո տպավորություններից կիսվեիր։ Ես ասեմ, որ Սարսափի արքան ինձ թվում ավելի բնորոշ է Քինգին իր վաղ ստեղծագործական շրջանում։ Ոչ ես կենթանի։ Չէ, հենց ինքը վաղ ստեղծագործական շրջանից է։ Հա։ Ես մի քիչ անգետ եմ այդ Այս շատ վաղ գործերից է ու իրական սարսափ է, նույն կերպ ոնց ամենասկզբի գրքերը, այնտեղ Քերին, Փայլատակոմը, որ արդեն հայերեն կա։ Հետո արդեն 2000-ականներից սկսած ինձ թվում է սկսեց երևալ Քինգի կոպիտ ասած իսկական դեմքը, որ ավելի շատ սասպենսի, մարդկային հոգեբանության, մարդու առերեսմանը, վախին այս թեմաները շրջապատվում, բայց ոչ այդքան սարսափի։ Վերջերս Քինգը արդեն լրիվ անցել է դետեկտիվին եւ ընդհանրապես գրեթե սարսափի գնացել թե էլի։ Չէ, իրականում ինքը քանի որ էությամբ Դեսնալը դետեկտիվ համարել, չէ՞ օրինակ երբ որտեղ հա, Քինգը շատ էքսպերիմենտալ գրականություն, ասի ինքը շատ ժանրերում է յապոց, այդ թվում սիրավեպում։ Դրա համար սարսափի արքան մի քիչ հեղուկ տերմին է ինձ համար։ Յուրի, մի շատ կարևոր հարց կա, որ ես անդադ սիրում եմ շոշափել, որովհետև ամեն դեպքում գրականության իմ ճաշակը մի քիչ տարբեր է եւ ուզում եմ խոստովանել հիմա հրապարականորեն, որ Քինգը այնքան էլ իմ ճաշակով չի։ Ես նախորդ Քինգի բանը նայել եմ, դելես ասել։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ այդուհանդերձ, օրինակ ես ունեմ գիտեմ շատ ընթերցողների, որոնք հակված են, որ սարսափ գրականություն կարդան այդ վախենալու բաները, մարդիկ կան դետեկտիվ սյուժեների շուրջ հակվածություն ունեն։ Այ կուզեի քեզնից լսել, թե ինչն է որ, ահա այդ սարսափը, դետեկտիվը, այսինքն այն տարրերը, որոնցով հատկանշում է Քինգի գրականությունը, ինչով են իրենք դառնում մեր հաղորդման վերնագրի բանով ասեմ, էլի բարձր գրականություն։ Այդտեղ գրողական վարպետությունը այդուհանդերձ Քինգի որն է։ Տես սարսափի ինչի է գրավում մարդկանց սովորաբար թե ֆիլմերում թե ինչա սարսափած են բոլորը պատճառները շատ են թե պատմականորեն թե գիտականորեն, բայց ինձ համար կարևորագույնը առանցքայինը այնա որ սարսափը առաջարկում է կոմֆորտ միջավայրում հետևել ուրիշների դժբախտությանը, ուրիշների եւ հասկանալ, որ այդ ամեն ինչը քեզ հետ չի գիտակցում, այսպես ասած կառավարել սթրեսը եւ սարսափը, կառավարվող սթրես ու սարսափ ունենալ քո կյանքում ու մի քիչ էլ ադրենալինն է բարձրանում, դա էլ կա, էլի ավելի շատ ֆիլմերում իհարկե դա քան գրքերում, ու Քինգը սա շատ լավ է հասկանում, որովհետեւ Քինգի այդ սասպենսով ողողված գրականության մեջ այս առերեսումը առավելագույնս լավ է ներկայացված մարդու եւ իր վախերի, ներքին վախերի, արտաքին վախերի ու այս իր վարպետությունը կարծում եմ հենց այստեղ է կերտել շատ տպավորիչ, շատ ուժեղ կերպարներ, այդ կերպարներին դնել իրավիճակներում, որոնք ընդհանրապես խորթ են իրանց համար, տալ այդ սարսափի էլեմենտը ու հետևել թե ոնց են այդ կերպարները իրենց պահում
այդ սարսափի էգզիստենցիալ վիճակներում ըստ ամենայնի, որովհետև դες երբ որ ես փորձում եի King-ի վեպերը, ինչ որ կարդացել եմ ամենայն դեպս, որտեղ ֆանատներ կան, բոլորն են կարդացել։ Զուգադրել, ասենք, դասական էգզիստենցիալ վեպերի հետ, ես տեսնում եի, որ նույն, ասենք, այդ գեղարվեստականացման, մեթոդացման առումով նույն սկզբունքն է կիրառվում, հա, տեխնիկան էգզիստենցիալ վիճակի մեջ դնել մարդուն եւ փորձել հասկանալ նրա զգացողությունը, նրա հոգեբանությունը եւ այլն, բայց King-ը միշտ գնում է մի քայլ ավել, կարծես թե փորձում է անել էգզիստենցիալիզմից անդին, հա, եթե այդպես փորձենք ձևակերպել եւ ես իր գրականության ուժը ըմբռնեցի դրա մեջ, որ իր քայլը մեծությունը, հա, գրականության մեջ առաջ գնալու քայլը այդ էգզիստենցիալիզմից անդինին ձգտելու մեջ է։ Հիմա եթե գանք այս վեպին ընտանիք կենթանիների գերեզմանոց, հայերեն այնքան յուրահատուկ է, չէ, մեկը պետքա արտասանենք, բայց գրքի շապիկի վրա նրանք ովքեր մեզ հետևում են Facebook-յան էջով կտեսնեն, որ թեյով է գրված, այդտեղից սկսենք, որտեվ գիտես, առանց կարդալ են հայերը գիտես, չէ, վերնագրերով նստում բանն անում։ Մի հատ բացատրենք ինչի է ընտանիք կենթանիների գերեզմանոց, որ շարժվենք առաջ։ Ես արդյունի սուտ չլինի եւի 40 նամակ ստացել եմ, որ արդեն իսկ այդ նույնն է ոնց որ են բանը ծաղիկները Էջերնյոնի համար անդադ բողոքում են ինչու է այդ գիրքը ուղղագրական սխալներով եւ ամեն անգամ ստիպատես պատասխանել արի մեկ անգամ եւ ընդմիշտ պատասխանենք այս հարցը։ Ուրեմն դիպաշարը պատտվում է Լուիս Քրիդի շուրջ եւ իր ընտանիքի, որոնք տեղափոխվում են գյուղական հրաշալի բնակավար Լադլոու, որտեղ գերեզմանոց են գտնում, որտեղ տեղաբնակ երեխաները թաղում են իրենց ընտանիք կենթաներին։ Ու այդ երեխաների ձեռքով տախտակի վրա գրված է ընտանիք կենթաների գերեզմանոց եւ այդ ցուցանակը տեղադրված է մուտքի մոտ։ Քանի որ երեխաներ են գրել, մեջը տառասխալ կա, անգլերենում cemetery բառն է, որը երկու տառասխալով է գրած, ես որոշեցի ուղղակի մի քիչ այդքան համը չհանել։ Երկու անգամ ավելի շատ է պատելու այլն։ Լավ, այդ հասկացանք, յո, սա երեխեքի կողմից գրված վերնագիր է, դրա համար սխալներով է։ Հիմա գանք գրքի այդ էգզիստենցիալ հատույթին, հա, այդ էգզիստենցիալից անդին ձգտելու հատույթին, ինչ աննորմալ բան կա ընտանիք կենթանիների գերեզմանոցի մեջ, հատկապես հիմա, երբ որ շատ-շատերս ենք պահում, հա, ընտանիք կենթանիներ եւ ուզենք չուզենք չասեմ սատկելու եմ, որտեվ կտանից կսպանեն, չէ։ Մահանալու են այդ կենթանիները։ Այս իրական միտքը ընտանիք կենթանի գերեզմանոցի King-ին եկել է իրական դեպքերի հիման վրա, ինքը King-ը ունեցել է տղան ունեցել է կատու, չէ, սխալ եմ հիշում երևի։ Մի ինչ որ ընտանիք կենթանի։ Հա, եւ որ ապրում ես այդ ցավը, թե ոչ ասենք քո ամենամոտ հարազատը, բայց թեկուզ ընտանիք կենթանին, երբ որ ապրում ես այդ ցավը, որ կենթանին էլ չկա, այս վիշտը հաղթահարելու process-ը բավականին հետաքրքիր է ու շատ սուբյեկտիվ, ամեն մեկի մոտ մի ձև է ստացվում։ Դու ունես կենթանին տանը։ Ես չունեմ։ Ես ունեցել եմ եւ այդ ցավը ապրել եմ, հիմա մի հատ էլ ունենք շուն տանը եւ պատկերացնում իրան մի բան լինի, հա, պատկերացնում։ Հենց որ ապրումակցում եմ այս պահին։ Դե սարսափելին է նա, որ դու հասկանում ես, որ ամենայն հավանականությամբ կենթանին քեզնից շուտ ասատկելու այս պահնա, որ ձեր կյանքի ցիկլերը ոչ մի ձև չեն համընկնում, ու դու ոնց որ շատ քիչ ժամանակ ունես էլ իրան նվիրվելու։ Այս գերեզմանոցում կենթանիները բերում թաղում են իրենց կենթանիներին ու երեխաները բերում են թաղում են իրենց ընտանիք կենթանիներին ու Լուիսը հետո պարզում է, որ այս գերեզմանոցն ու դրանից անդին ձգվող մի հատ անտառ կա հնդկական, շատ սարսափելի տեղ են, իրականում այդքան էլ լավ տեղ չեն եւ կենթանիները այդտեղից հարություն են առնում։ Երբ որ թաղում ես կոնկրետ տեղում, կենթանիները հարություն են առնում, բայց վերադառնում են արդեն ոչ նորմալ վիճակում։ Այլախեղված եւ խանգարված։ King-ը այստեղ փորձել է այդ դասը տալ, ինքը առաջաբանում էլ է նշում, որ միգուցե երբեմն մեռած մնալը ավելի լավ է։ Այսինքն մարդը պետք է համակերպվի տիեզերքի կամքին ու հասկանա, որ եթե մահանում ես, չի կարելի խաղ տալ այս տիեզերքի կամքի հետ։ Տես մենք սպոյլ չենք անի, որտեվ ֆիլմը կա, ֆիլմը հանրահայտ է եւ Գիրքն էլ լույս է տեսել կինոգիրք մատենաշարով, որը կինոն եւ դրան շուրջ ստեղծված կամ դրանցից ծնված վեպերը կամ հակառակը այդ վեպերից ծնված կինոները փորձում են միատեղել, այնպես որ սպոյլելու խնդիր չկա, այս դեպքում փորձենք հասկանալ արդյոք
որտեվ King-ի դեպքում մի քիչ այլ է, էլի, որտեվ եթե մի քիչ ուրիշ գրողներ են այդտեսակ խնդիրներ բարձրացնում, օրինակ այստեղ որքան էլ մենք սարսափի ժանրով դիտարկենք, այլ հարցերով դիտարկենք դետեկտիվի եւ այլն King-ի ոճի մեջ, այն ամենայնիվ հարցադրումը շատ փիլիսոփայական է, հա, նույնիսկ եթե չասենք կրոնական, որտեվ բոլոր կրոնների մեջ, որոնք ինձ ծանոթ են ամեն դեպքում, այդ հանդերձյալ կյանքի գաղափարը, հա, մարդու վերամարմնավորման գաղափարին միշտ տրվել է շատ սուրբ եւ կարեւոր նշանակություն, հա, եւ դրանով է նաեւ ապրող մարդը իմաստավորում, վերաիմաստավորում հաճախ իր կյանքը, հա, եթե շատ ավելի խորջ գնանք։ Այս դեպքում King-ի հայացքները չեն գալիս շատ բաներ, այսպես ասեմ, պսակազերծելու։ Ինչ իմաստով պսակած։ Այն իմաստով, որ ավելի լավ է մեռնեն եւ մեռնեն այդ անդերսյալ կյանքի, չասեմ գոյությունը ինքը ուզի փաստարկում է, այլ կարեւորությունը կասկածի տակ դնելու։ Հա, իրականում այս առանցքով King-ը տալիս է վշտի հաղթահարման մեխանիզմը, ցույց է տալիս, որ այդ ուզում էի շատ կարևոր ցույց է տալիս, որ վշտի հետ երբեմն պետք է ուղղակի սովորել ապրել, ոչ թե փորձել այլ ընտրանք ման գալ ու փորձել քո սիրած էակին վերակենդանացնել ու դրանով վերաիմաստավորել քո կյանքը։ Ու սա շատ լավ ցույց է տրված, քանի որ այն երկրորդ կյանքը, որ այդ կենդանիները ստանում են այդ գերեզմանոցում, ընդհանրապես այն կյանքը չի, որ իրենց տերերը ցանկանում են։ Եվ այդ վերադարձի գաղափարը ընդհանրապես ես չեմ ուզում իմանալ շատ խորանանք, որտեղ շատ զգայուն թեմա է։ Շատ քրիստոնեություն էլ կա, որտեղ շատ զգայուն թեմա է, եւ այս օրինակ այս գիրքը երբ պատրաստում էի քննարկել քեզ հետ, նաեւ մտածում էի արդյոք արժի այդ հարցերը շոշափել, չշոշափել, որտեղ հատկապես հիմա շատ զգայուն թեմա է։ Հա, բավական։ Ես որ թարգմանում էի նոր էր խենցվել, հա։ Իհարկե շատ ծանր, հա, մեր երեխան նոր էր ծնվել, այս այնտեղ երեխաներ էլ կան, մենակ կենդանիներ չեն, հա, շատ ծանր պատմություն է։ Յուրիպե, երբ որ վեպը փորձենք ահա դիտարկել նաև ընթերցողական հետաքրքրության տեսանկյունից, հա, այստեղ կիրառված են ժանրին բնորոշ ձևեր, որոնք ուզես թե չուզես քեզ տանում են, հա, իրենց հետևից։ Հիմա այդուհանդերձ սյուժեի առումով, երբ որ քաջածանոթ ես այն հնարքներին, որ սովորաբար կիրառում է King-ը, մարդիկ կան, որ շատ լավ ծանոթ են, ֆիլմը տեսել ես, վեպի գրավչությունը ինչ այլ տարերի մեջ է այդուհանդերձ։ Կերպարներին նշեցինք, սասպենսը նշեցինք, այս լարվածությունը King-ը շատ հմտորեն ապամ, շատ ծիծաղելու է դա, որտեվ ինքը գիրք ունի գրած, որտեղ non-fiction, որտեղ ներկայացնում որ ինքը ինտրիգային չի հավատում, բայց բոլոր էջերը ողողված են ինտրիգով։ Իրականում ինձ թվում է ինքը ենթագիտակցորեն գնում է այս ինտրիգին։ Ու King-ը երբեք չի թողնում ասենք թեկուզ 10 էջ դու մնաս առանց ինտրիգի, առանց լարվածության ու քեզ անընդհատ ստիպում է որ դու էջը թերթես հետո հասկանաս ինչ այլն։ King-ի տեխնիկան է այստեղ շատ հետաքրքիր, որովհետև King-ը երբեք, գրեթե երբեք, ինքը նշեց որ ընդամենը մի գիրք ունի, որ այդ տեխնիկայով չի գրել, ինքը երբեք չի նստում դիպաշարի շուրջ մտորում մինչև գիրքը գրելը։ King-ը միշտ ունի գաղափար, ունա կոնկրետ այս դեպքում ինչ կլինի, եթե տեղափոխվես միտեղ, որտեղ կենդանիները հարություն են առնում գերեզմանոցից։ Նստում է ու սկսում գրել։ Մնացածը գալիս է ընթացքում։ Այս King-ի աշխատելավոճն է։ Այսինքն ինքը երբեք նախապես չի ստեղծում կերպարներին, երբեք նախապես սյուժեն չի տալիս։ Ու շատ զարմանալի է, որ King-ի մոտ դա շատ լավ է ստացվում, որովհետև սա շատ բարդ է անելը։ Մանավանդ եթե ասենք ամեն օր պիտի գրես, դու գրելուց սպոնտան պետք է ամեն ինչը մտածես, շատ հաջողված է այս առումով King-ը։ Բայց ինձ թվում է ամեն դեպքում King-ի մեծագույն հաջողությունը այդքան սարսափի մեջ չի, որովհետև վելի եմ ասում, ես իրան այդքան էլ սարսափ գրող չեմ համարում, հաշվի առնելով ինչքան։ Ես գալ դեպի այդ հարցադրումներին մի հատ տեսնեմ ինչ ես ասում։ Հա, ամենամեծ հաջողությունը երևի մարդկանց պահվածքը ուսումնասիրելու մեջ է։ Պահվածք, հոգեբանություն, եթե դու ապրում ես, որտեղ այստեղ չնչին նույնիսկ ժեստիկուլացիաներ կան։ Ոչ միայն այս վեպում, այլ մյուս վեպերում էլ ինչ-որ ժեստեր կան, ինչ-որ
նախադասություններ կան, որ միանգամից ավելի շատ են բնորոշում տվյալ մարդուն հոգեբանորեն նույնիսկ, քան նույնիսկ լիքը արարքներ, էլի։ Հա, եթե ուշադիր Քինգի սա կերպարները 90%-ը 30-40 տարեկան տղամարդիկ են։ Մեծ մասը, հա, միջին տարիքի ճգնաժամի մեջ, որոնք առերեսվում են ինչ-որ իրենց անհասկանալի երևույթի, ու պետքա հասկանան ոնց պետքա տակից դուրս գան։ Այս Քինգի գրքի մեծ մասը էս գաղափարն է։ Ինձ չի բռնում արդեն ես անցել եմ այդ շեմը բանալա Յուրի տես այստեղ գալիս ենք նաև մի շատ կարևոր խնդրի այդ թարգմանական մարտահրավերը սովորաբար ես չեմ լսել դեռ որ ասեն Սթիվեն Քինգին բարդ է թարգմանել է բայց այդուհանդերձ ես գիտեմ մի պարզ բան եթե դու առնչվում ես մեծ գրականության հետ պետքա որ թարգմանությունը բարդ լինի ու երբ որ մեկ-մեկից գալիս ասում են հեշտ եմ թարգմանել մի քիչ սկսում եմ կասկածել այդ գրողի նույնությանը կամ թարգմանչի ընկալունակությանը էլի քո փորձառությունը ոնց է այդ դեպքում որ ասեմ շատ դժվար է թարգմանել սուտ կլինի որ ասեմ հեշտ է թարգմանել էլի սուտ կլինի Քինգի թարգմանել Հրավերային էր թարգմանությունը, որտեղ Քինգի առաջին գիրքն է, որ ես թարգմանեցի։ Քերին ավելի հեշտ էր օրինակ։ Արդեն որ դու իր գրիչը զգում ես շատ ավելի լավ, ու արդեն մոտավորապես պատկերացնում ես թե հայերեն ոնց պետք է հնչի Քինգը, շատ ավելի հեշտ է ստացվում։ Բայց ինձ համար մարտահրավերայինը այստեղ ոչ թե հարուստ լեզուն էր, որտեվ շունի դե սովորական լեզու հա Քինգը շատ ավելի կազուալ ոճ ունի այս առումով, ավելի շատ ամերիկյան անգլերենն էր, որտեվ Քինգի ես օրինակ միշտ համեմատում եմ Լավկրաֆտի հետ, որ հիմա թարգմանում եմ դասական գրողների հետ։ Դասական գրողները ինչքան հարուստ է իրենց բառապաշը, իրանք ավելի հայերեն թարգմանելի են։ Ահա, այդ չէի լսել։ Հա, որտեվ շատ ավելի ունիվերսալ լեզու է դասականինը, քան ժամանակակիցը։ Այստեղ այնքան ամերիկյան լեզու կա, սլենգային է, բարբար կա, սլենգ կա, այստեղ նույնիսկ բարբարներ կան, որ ես ինչ որ մի ձև պետք է փոխանցեի։ Հա, դարձվածներ, իդիոմ մի խոսքով, այս հարցն էր, որ շատ դժվար էր հայերեն թարգմանել, բայց հուսամ ստացվել։ Մեծ գրող է Քինգը։ Հա, միանշանակ։ Ինչով։ Թեկուզ նրանով, որ ինքը ստեղծագործում է մի ժանր, որ կարդում են նույնիսկ իր շնորհիվ կարդում են այդ ժանրը չսիրող մարդիկ։ Իսկ առաջին հերթին սրանով։ Դες ես այդ առումով շատ գնահատում եմ օրինակ Պաուլո Կոելյոին։ Ինչի՞ գիտես, որտեվ իր շնորհիվ շատ մարդիկ դարձան ընթերցասեր։ Այդ նույն ֆենոմենը կարծես թե Սթիվեն Քինգի պարագայում կա, բայց այդուհանդերձ մեծ գրականությունը Արի Խոստովանենք ուրիշ բան է, էլի։ Այդուհանդերձ դա եւ թարգմանական մարտահրավերը եւ գեղարվեստական տեքստի հաղթահարումը եւ գեղարվեստական տեքստ կարդալու վայելքը եւ այլն եւ այլն։ Ես օրինակ որպես ընթերցող Քինգին արդեն այն ինչ որ կա հայերեն միզերին փայլատակումը եւ ընտանիք կենդանիների գերեզմանոցը երբ որ կարդացի, ինձ համար Քինգը իսկապես ֆանտաստիկ սյուժեների եւ տեղ-տեղ շատ նուրբ հոգեբանական շերտեր բացահայտող գրող է, բայց ոճի առումով, չգիտեմ, ինչ որ տեքստուրայի մեջ ինչ որ նոր բաներ հայտնագործելու առումով այդքան առանձնահատուկ ինքը ունի կազուալություն, դե այստեղ գալիս է որ Քինգը Pulp Fiction է, ինքը նախահանամատչելի է եւ նախատեսված է բոլորի համար, չնայած ինքը ժանրային առումով նիշային է, բայց գրելավոճը հանրամատչելի եւ հասանելի բոլորին։ Իսկ բոլորի ինտերեսանության գրականության գրողի պահանջմունքն է, որտեվ այդ կոմերցիոն բաներին Հա, դե կոմերցիայի զոհա Քինգը ես այդ թաքցնելու իմաստ չունի, հիմա գրողների մեծ մասն է կոմերցիոն, ու ժամանակներն է այդպեսին։ Չես կարող մեղադրես էլի։ Յուր մի ժամանակ ես արդեն շատ էի տալիս մեր հյուրերին, հիմա քեզ տան վաղուց չեմ տվել։ Ինչի համար պետք է կարդան այս վեպը հայ ընթերցողները։ Հիմա որ ասեմ սարսափելու կարող է կլիշե թվա, բայց իրականում կարամ ասեմ համար որ դու ես թարգմանել օրինակ մեկը էդ էլ կա կարդան սարսափելու ադրենալինի դրայվի եւ մի քիչ էլ մարդկային վշտի էության ու հաղթահարման մեխանիզմների համար։ Ես այդ վերջի հատուտը շատ ավելի կարևորում եմ, որովհետեւ դա մեզ շատ պետք է այսօր։ Ես չեմ ուզի մանրամասների մեջ մտնել եւ ասել ինչի, որովհետեւ շատ զգայուն շերտ է, բայց մեր դրույթի սկզբում էլ ասացի, որ այդ կտորը վեպի ընկալման, մեկնաբանման այդ մակարդակը գոնե այս պարագայում ինձ ավելի հարազատ էր, որովհետեւ արի չթաքցնենք, որ գրքեր կա, որոնց արժեքը, մեծությունը
ինչ որ մի պահի համար են, հա, ինչ որ մի պահի ավելի կարևոր են, քան վաղը, մյուս օրը կամ 2 շաբաթ առաջ։ Եվ մի հարց էլ, ինչ ես ծրագրել անել King-ից ապագայում եւ կան այդպիսի առաջարկներ քեզ։ Կան առաջարկներ կան։ King-ը ունի ժողովածու, կոչվում է Different Seasons, տարբեր եղանակներ ու 4 վիպակ կա այդ ժողովածուի մեջ, որոնց թվում է հանրահայտ փախուստ Shawshank-ից, որը կան անելու եմ, որը գրեթե բոլոր ցուցակներով կարծում եմ առաջին տեղում է հիմա վրա նկարահանված ֆիլմը։ King-ից ունեմ նաև էլի սիրելի գործեր, որ շատ մեծ սիրով կանեմ, Thinner գործը, որը գնչուների դրած անեցքի մասին է, Մերիալ Գոտին շատ հայտնի, շատ էր քննարկվում վերջին։ Մի խոսքով նվիրվել ես King-ին առաջիկայում ոնց ասած։ Փորձեմ ինչքան հնարավոր է շատ ունենամ King-ից, որտեվ ինձ թվում է King-ը, հա, բավական, որտեվ King-ը ինչքան արդեն հիմա 70-ից ավել վեպ ունի, չհաշված ժողովածու։ Պատկերացնում եմ։ Ես ընդհանրապես սիրում եմ, որ թարգմանչի անունը համաբանվում է որևէ աշխարհարչակ գրողի հետ, ասենք Յուրի Սարգսյանը, King-ի ձայնը Հայաստանում, գրիչը Հայաստանում։ Շնորհակալ եմ Յուրի եւս վեպը թարգմանելու համար եւ մեծ հյուրընկալվելու համար։ Հուսանք, որ կկարդան վեպը, ես դա համարում եմ անխուսափելի, քեզ շատ կքննադատեմ որպես թարգմանիչ, որովհետեւ դա եթե մանավանդ պատրաստում ես King-ի ամբողջ ժառանգությունը թարգմանել, քեզ շատ պետք կգա։ Եվ մաղթում եմ, որ վեպը այնքան սիրվի, թարգմանությունը այնքան տարածվի, այնքան քննադատվի, որ նաև վերախմբագրելու կարիք էլ լինի, ինչը ես էլի շատ կարևորում եմ։ Հաջողություն քո գործերին, նաև քո հենց ստեղծագործական գործունեության մեջ։ Մերսի շատ։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն էր, ես Արկմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի արձակագիր թարգմանիչ Յուրի Սարգսյանի հետ, մեր զրույցի թեման Սթիվեն Քինգի ընտանիք կենդանիների գերեզմանոց վեպ դերենց Յուրի Սարգսյանի թարգմանությամբ։ Լավ եղեք։